Մենք, ինչպես գիտեք, կողմ ենք քվեարկել, մեր դիրքորոշումը եղել է կողմ քվեարկելը, դա մենք քննարկել ենք նախապես եւ նախկինում եւս արտահայտում էինք կողմ այդ գործընթացին, պատճառը հետեւյալն է. մենք չենք համարում, որ կան լավ կամ վատ ինտեգրացիոն process-ներ եւ մենք ընտրում ենք դրանց մեջ։ Մենք առաջնորդվել ենք քաղաքական պրագմատիզմի ճանապարհով։ Մենք գտնում ենք, որ դա լավ լինում է մեր համար այն դեպքում ցանկացած գործընթաց, ցանկացած process, որին մենք ինտեգրվում ենք, եթե մենք կարողանում ենք մեզ ճիշտ դրսևորել եւ կարողանանք այնտեղ ճիշտ աշխատել։ Այդ դեպքում ցանկացած պարագայում, եթե դու վատ ես աշխատում, անկախ նրանից ինչպիսի խմբի ես ինտեգրվում, ինչպիսի երկրների հետ ես համագործակցում, եթե չես կարողանում, քեզ միևնույն է վատ է լինում։ Իրականում մենք համարում էինք մի քանի տարի առաջ, որ այդ պրագմատիզմը մեր համար չեզոք մնալն էր, որևէ մեկին չանդամագրվելն էր եւ երկու այսպիսի խմբերի հետ էլ աշխատել գործընկերային սկզբունքով, պայմանագրային սկզբունքով։ Այդ հնարավորությունը մենք ունեինք այդ ժամանակվա պրագմատիզմը մեզ դա էր հուշում։ Բայց տարիներ առաջ մենք երկիրը ընտրեց այլ տարբերակ գործընթաց, այլ գործընթացով շարժվեց, դա գնալով հետագայում պարզվեց, որ դառնում է վտանգավոր։ Եվ անցած տարի ընտրվեց փաստորեն ԵՏՄ-ին ինտեգրվելու, ԵՏՄ-ին միանալու որոշումը, սա արդեն մենք եւս համարում ենք, որ ստեղծված իրավիճակում միակն է եւ մենք կողմ քվեարկեցինք։ Կրկնում եմ, դա եղել է քվեարկություն պրագմատիզմից ելնելով եւ մենք գտնում ենք, որ դա ճիշտ կաշխատի Հայաստանի համար, եթե մենք կարողանանք լավ այնտեղ կարողանալ լավ բանակցել, լավ աշխատել, լավ դնել մեր հարցերը։ Եթե չենք կարողանա, ցանկացած բանն էլ վատ է։ Եվ ասեմ նաև, որ մենք չենք համարում, որովհետև շատ է այս հարցը շոշափում, մենք չենք համարվում, որ այստեղ ինքնիշխանության, չգիտեմ, սուվերենության կորուստ է տեղի ունենում, որովհետև կորուստ է ունենում, եթե կա այդպիսի բան, դա տեղի է ունենում բոլորի համար։ Ցանկացած process-ի մեջ եթե ինտեգրվում ես, այնտեղ ինչ որ բաներ քո իրավասություններից զիջում ես, բայց զիջում են բոլորը։ Եթե դու ավելի շատ ես զիջում, դա նշանակում է վատ ես բանակցել, այդտեղ այդ process-ը չի, այդ երկրները չեն, այդ համագործակցությունը չի մեղավոր։ Մեղավոր ուրեմն դու ես, եթե դու շատ ես զիջել։ Մենք գտնում ենք, որ բոլոր հիմքերը կան զիջելու այնքան, որքան բոլորին հավասար լինելու։ Չկարողանալը, եթե չենք կարողանա, դա այլ բան է։ Մեր որոշումը եղել է կողմ քվեարկել։ Խմբակցությունը ես ներկայացրեցի պատճառները, ինչու ենք որոշել կողմ քվեարկել։ Կան մարդիկ, որոնք ներկա չեն եղել կամ չեն քվեարկել, դա արդեն անհատական որոշում է եղել, կարծում եմ պետք է իրենց հարցնել։ Ասենք Եվրոինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զորաբյանը բացակայում էր, ճիշտն ասած, երկրում չի։ Դրա համար չի բաներ, ոչ թե չի քվեարկել, նա երկրում չի այս պահին։ Հա։ Գիտեք, սկզբնական շրջանում, երբ որ մենք քննարկում ենք, տարբեր մոտեցումներ կային բնականաբար։ Իսկ երբ որ երկար ժամանակ, մենք շատ երկար ենք քննարկել։ Մենք նորից եմ կրկնում, ոչ թե ընտրել ենք, որ համարում ենք սա, ոչ մենք համարում ենք շատ լավը, ոչ էլ համարում ենք շատ վտանգավոր սա։ Մենք ասում եմ, սա պրագմատիզմի դրսևորում է եղել։ Մենք իրար համոզել ենք եւ որոշումը գրեթե կոնսենսուսով ենք ընդունել։ Հանուն երկրի անվտանգության։ Հանուն նրա, որ արդեն Հայաստանի, եթե մենք 4 տարի առաջ չինտեգրվեինք որևէ համագործակցության, դա մենք բավականին լուրջ օգուտ կստանայինք, դա Հայաստանի դիրքերը շատ կուժեղացներ, բայց երբ մենք խորացրեցինք մեր հարաբերությունները Եվրոասոցիացիան երկրների հետ, այսինքն Եվրոասոցիացիան ուղղությամբ 4 տարի բանակցեցինք եւ բավականին լուրջ խորացրինք, դա արդեն կարծես թե դառնում էր վտանգավոր, որովհետեւ ակնհայտ էր, որ Հայաստանը ունի այն ռեսուրսները, ինչպիսին Ուկրաինան է կամ ինչպիսին, չգիտեմ, այլ երկրները, որտեղ խնդիրներ առաջացան դրա հետևանքով։ Մենք այն ժամանակ, եթե հիշում եք, մինչև սեպտեմբերի 3-ը մենք բազմաթիվ ելույթներով ասել ենք, որ կարծես թե մինչև վերջ հաշվարկված չի այն կուրսը, որով մենք գնում ենք։ Մենք այն ժամանակ զգում էինք, որ կարող է վտանգավոր բաներ տեղի ունենալ։ Մենք դա բարձրաձայն արտահայտել ենք այդ մասին։ Եվ գտնում էինք, որ իսկապես չեզոք մնալու շանս ունենք, բացառիկ շանս ունենք։ Մենք դա չենք օգտագործել, ցավոք սրտի։ Չեզոք մնալը նշանակում էր այն կոնցեպցիան, որ իշխանություններն էին հայտարարում, եւ
Մենք չեզոք մնալով եւ-ի կոնցեպցիան կարող էինք աշխատեցնել եւ նրանց հետ աշխատել եւ նրանց հետ աշխատել։ Մենք բաց ենք թողել դա։ Եվ հիմա քաղաքական պրագմատիզմը հուշում էր, որ այս սա է միակը։ Ես կրկնում եմ, մենք չենք ասում, գիտեք, շատ լավն էր, մենք չենք կիսում այդ բաները, որ սա գիտեք երանելի կառույց է եղել, մենք երազել ենք, եւ չենք էլ համարում, որ ինքը այնքան վատն է։ Եթե մենք հիմա չենք ինտեգրվում, մենք իսկապես տարածաշրջանային մեր մեկուսացվածությունը ավելանում է եւս մի խորը մեկուսացվածություն։ Մենք որևէ համագործակցության մեջ չկանք, մենք դուրս ենք մնում բոլոր համագործակցություններից։ Տարածաշրջանում ընթանում են process-ներ, որոնք վտանգավոր են, եթե մենք դուրս մնանք։ Մենք չունենք այն ռեսուրսները այս պարագայում, մեր շուրջը ստեղծված այս պարագայում մնալու մեկուսացված։